Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, այսօր մենք հերթական անգամ որևէ հարցի շրջանակներում քննարկումը տանք բացարձակապես հարցի հետ կապ չունեցող հարցերին անդրադարձ եղավ, բայց կարծում եմ այն հարցերը, որոնց անդրադարձ է եղել, նույնպես շատ կարևոր են եւ առիթը օգտագործելով ես նույնպես ուզում եմ խոսել այն աշխատանքներից, որոնք Երևանի քաղաքապետարանը իրականացնում է ահռելի մեծ ծավալներով, այնպիսի ծավալներով, ինչպիսին չի իրականացրել երբևէ։ Եվ ես պատասխանատու հայտարարում եմ այնպիսի ծավալներով, ինչպիսին վերջին 35-37 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանը երբևէ չի իրականացրել։ Եվ երբ որ օրինակ խոսում ենք մանկապարտեզների մասին եւ մանկապարտեզների հիմնանորոգումների մասին, այս ծավալի աշխատանքներ հիմնանորոգման, նոր մանկապարտեզների կառուցման, դրանց բակերի կառուցման երբևէ Երևանի քաղաքապետարանը վերջին 33 տասնամյակում չի իրականացրել։ Այո, մոտավորապես 100 ծրագրի մեջ եւ այստեղ 100 ծրագրի մեջ մտնում է տարբեր մանկապարտեզների տարբեր կոմպոնենտներ, հիմնանորոգում, բակի հիմնանորոգում եւ այլ վերանորոգման հարցեր։ 100 ծրագրի մեջ մոտավորապես 4-5 ծրագիր ունենք, որոնք որ խնդրահարույց են եւ վստահաբար մեր գործընկերները հավաքան ընդդիմադիր խմբակցություններից, երբ որ բարձրաձայնում են, որ կա խնդիր տվյալ մանկապարտեզում, այո, ճիշտ են ասում։ Նրանք ճիշտ են ասում։ Վստահաբար ունենք այդ խնդիրը տվյալ մանկապարտեզում 2023 թվականի քաղաքապետ նշանակվելուց հետո այդ մանկապարտեզներում 2-3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել են, որովհետև կային մի շարք խնդիրներ, որակի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, երկուսի հետ կապված կար քրեական գործեր։ Բայց ուզում եմ նորից մասշտաբը հասկանանք։ Խոսքը գնում է 100 ծրագրի մասին եւ 100 ծրագրից 5-ում մենք ունենք խնդիր։ Մենք տարվա ընթացքում 1 տասնյակին մոտ նոր հիմնանորոգված մանկապարտեզներ ենք բացում եւ ամեն մի մանկապարտեզում 150-ից 300 երեխաներ են սկսում այցելել։ Նոր, բարենպաստ, գեղեցիկ միջավայրում էներգոարդյունավետ կառուցված, բավականին բարձր որակով եւ տարեց տարի այդ մանկապարտեզների աշխատանքների որակն էլ ավելի ենք բարձրացնում։ Ինչ են ասում մեր ընդդիմադիրները, ինչ են ի ցույց դնում։ Այո, վստահաբար նրանք գնում են եւ գտնում են այն մանկապարտեզներում խնդիրներ, որ մենք էլ գիտեինք, մենք էլ շատ լավ տեղեկացված էինք, որոշների վերաբերյալ կան նույնիսկ արդեն պոտենցիալ դատական վեճեր եւ այլ։ Ամենավատը, որ իրականացվում է, այսինքն ամենամոլորեցնող քայլը, որ արվում է, դա այն է, որ այս 2-3 մանկապարտեզները, որոնք ի ցույց են դրվում որպես խնդրահարույց, փորձում է այնպիսի պատկեր ներկայացվել, որ համատարած նմանատիպ խնդիր ունեն։ Սա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։ Երևանի քաղաքապետարանը այս տարի միայն 10 մանկապարտեզ է վերաբացելու, ամենաբարձր որակով հիմնանորոգած։ Եվ հարգելի գործընկերներ, քանի խոսեցինք այս մանկապարտեզներից, ես իհարկե էլի հարցին չեմ անդրադառնում, բայց հարկ եմ համարում սա շեշտել։ Բոլոր այն ավականիները, ովքեր որ ցանկություն ունեն տեսնելու թե Երևանի քաղաքապետարանը ինչ աշխատանք է անում եւ ինչ ծավալով, պարոն Թորոսյան, ես հրավիրում եմ բոլոր մանկապարտեզների բացմանը։ Կազմակերպական վարչությունը այսուհետ քաղաքապետի բացման այցելությանը բոլոր ֆրակցիաներին հրավեր կուղարկի։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։